Դե այդ ասում է, որ մի հատ հարթեցնեն, այս Մարիա մի հատ ցուցադրի հարթեցնեն, համեր ասում իսպար ինչ է պատերազմ եք ուզում Ղարաբաղ հարցելով, ուզում եք այդ ինչ է ասում, մի րոպե է, գիտեմ նի արդերը չի դու։ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Զոհերի համար ինչ եք նեղալում։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստան պետք է նոր պատերազմ անի։ Պետք է արձանագրենք Այս 21 թվականը ժուլիկինն է։ հարցը լուծված չէ։ Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Հետաքրքիր է, չէ՞ որ անջատես, ես տանես իրար կողք դնես, կանգնած դիմաց ասես, տես դու սա ես ասե։ Դու տենց բան արել են, երբ որ ուրիշ հարցի շուրջ, ինչ որ մի բան կասի, իրա խոսքը իրա դեմ, ասում ես տենց բան, ասում ես տենց բան չեմ ասել։ Խոսքը բերին դրեցին դեմ ասին էսով, ասես ես ուրիշ բանի նկատի ունեմ։ Հասկանում եք, այս մարդը պաթոլոգիչեսկի սուտասան է։ Ոչ 21 թվին էր շիտակ խոսք ասում, ոչ 25 թվականին։ Ու ստեղ ամենասարսափելին այն է, որ պատերազմ սենց թենենց լինելու է։ Ուստեղ խնդիրը նրանում է, դու ինչ դիրքերից ես մտնելու այդ պատերազմ ու ինչ կորուստներ ես տանելու։ Առավել ևս, եթե դու անասուն գիտես, որ կարող է պատերազմ սկսի, ոչ թե պաշտպանության նախարար դրեխը պետք է լենացներ, երեք տեսել եմ բանի, Պապիկյանի, դարել է 150 Բա գլուխը որողանը սենց բաղնոց ճար պաճացրել։ Բա չոմենակ ճարպերը չի, բա կարողությունները։ Ոչ թե Պապիկյանին ճարպային շերտը պետք է լենացնեիր, ընկեր ջան, այլ պետք է ստեղծեիր բանակ։ Ոչ թե պետք է դիրքերը զիջեիր Ադրբեջանին, այլ պետք է դիրքերը ամրապնդեիր, որտեղ նրանք ստրատեգիական նշանակություն ունեին Հայաստանի Հանրապետության համար։ Ոչ թե գրագետ կիրթ ռազմական գործիչներին պետք է գործի հանեիր ու քրեական գործեր հարուցեր, այլ աներ ամեն ինչ, որ այդ մարդիկ մնան իրանց պաշտոններին եւ շարունակեն ամրապնդել սահմանները։ Ոչ թե քո այդ բանի կնգա հետ չայ խմող էքերին բերեիր դնեիր հանգուցային պաշտոններին, այլ բերեիր դնեիր պրոֆեսիոնալներին, որոնք գործից բան են հասկանում, այլ ոչ թե քեզ կամ քո կնգան են լպստում։ Այն 4 էքին, որ տեսնում եմ, սիրտս կանգնում է։ Ու այն պահից, երբ որ դրանք դարձան ինչ որ պաշտոնյա, գործերը էլ ավելի վատացավ։ Ու իդեպ ասած, սա այն բանն է, միշտ ինձ այդ հարցը տվել են։ Եթե կանայք լինեն իշխանությանը, կլինի բարեկեցություն, խաղաղություն, զարգացում, այս է։ Եվ որ կնիկը իր ունքերի ու ներքնազգեստի մասին ավելի շատ է մտածում, քան իր բուն գործառույթների եւ գործի զարգացման վերաբերյալ 24 մահ կալանավայրում այս սուտի բանը գլամորը ինչ արդարադատության նախարար ապա նա արդարապղծության նախարարը Հայաստանում գոյություն չունի արդարադատություն գոյություն ունի արդարապղծություն որի ղեկավարը պղծուի Գալյանն է ու մարդը այնքան անգրագետ է, այնքան ստորուցինիկ է, որ կանգնում ասում է Հայաստանում չկա քաղաքաբանտարկյալներ ինքան ապուշ է, որ ինքը չգիտի, որ քաղաքաբանտարկյալը մարդն է, որը դատվում է, դուք ոչ մի երկրում չեք տեսնի մարդուն, որի դատավճռի մեջ գրած լինի, որ նա դատվել է իր հայացքների համար Նրանց դատում են թմրանյութի համար, մարդասպանության, հանցագործության, գողության, ավազակության, Ալես Սիմոնյանի մամային քրֆելու համար, հասկանում եք։ Այդ դա է քաղաքաբանտարկյալը։ Մի 10 տարի առաջ, այդ 16, կարող է 15 թվականներ արդեն չեմ հիշում, երկու պատանի ուսանող 18 տարեկան տղա ամեն տարի Ադրբեջանում մայիսի 10 Հեյդար Ալիևի ծնունդին իրանց մոտ ծաղիկների տոն է ու տենց բավականին շքեղ արարողություններ
այդ շրջանակներում կատարում երկու ջահել Հեյդար Ալիևի արձանի վրա բանով ներկով գրել էին գյուլ ու ծաղիկն ու ստրուկը նույն այնտեղ փոքր տարբերությամբ շատ նման բառեր են ու իրանք նենց էին գրել ստացվում էր ոչ թե ծաղիկների տոն գյուլ ու գուլ այնտեղ ուի վրա եթե երկու կետ ես դնում դա գյուլ ծաղիկն է եթե գուլ գուլու է էլի դա ստրուկն է գրել են ստացվել էր ստրուկերի տոն այդ տղեկը ստացան 10 տարի հա առանց շփազանցության բայց ստացան 10 տարի ոչ թե մշակութային կոտող պղծելու համար ոչ թե Իլհամ Ալիևի պապային վիրավորելու համար, չէ, պարզապես այդ տղաներից մեկի տան մահճակալի տակ գտան մի կիլո, թե կիլո ու կես հերոին, վսյո, հիմա պղծուի գալյան, կարես ինձ պատմես, այդ երիտասարդը քաղ բանտարկյալ ա, թե ոչ, ու ես այդ շարքը կարող եմ շարունակել, մենակ ինչ հետաքրքիր բան է, երկու երիտասարդ Երևանում նստել են, Ալեն Սիմոնյանի հետ լեզվի են տվել, Ալեն Սիմոնյանը զանգել այն բանին, ԱԾԾ-ի եթիմին, ասել է փագի։ Նարեկին ուրանում փակի, այո։ Նարեկն ու Վազգենը փակվեցին։ Դրանից անցնում է մի քանի շաբաթ, օրը ցերեկով Երևանի ամենախոշոր առևտրային կենտրոններում ծեծիա ենթարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացի բացարձակապես առանց ոչ մի անթաքույց մտել են, բռնել են, ծեծել են ու հանգիստ գնացել են հանցագործներին բռնեցին եւ ինչ արեցին ազատ արձակ այսինքն հասկանում եք չէ Ալեն Սիմոնյանի մամային քրֆող Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի հասարակության համար ավելի մեծ վտանգ են Կար մարդիկ, որոնք կարան մտնեն օրը ցերեկով մարդ ծեծեն ու մնան անպատիժ։ Հետո այնտեղ կեղծ համարանիշներ են ինչ որ դրել, արել, փոխել, այսինքն կոնկրետ մարդիկ հանցագործի բաներ են էլի արել։ Այդպես սենց։ Այսինքն դե պղծուի Գալյանը չի հասկանում տարբերությունը քաղ բանտարկյալի եւ քրեական էլեմենտների։ Բայց ցինիկ այդ վիճակերս նայում է իր այդպես բանի մեջ։ Դրա համար է փոխսան։ Դուք ասում եք ինչ հարցեր եք տալի, մա թլունքերից նայեք։ Այսինքն մեր շրթունքներից նայեք, եթե կարելի է, ինչը iPhone, հա, iPhone-ից նայեք, դե ցույց է տալիս iPhone-ը, էսա, էսա, քաղ բանտարկյալը սենց է լինում,